ընտանիք և բարեկամներ, բարի երեկո եմ մաղթում բոլորիդ, շատ իմաստալի և կարևոր առիթով ենք հավաքվել այսօր, ինչպես գիտեք, մեր սիրելի Հովսեփ և Հիլդա Ֆիդանյանների պես զույգ չենք գտնի համայնքի մեջ, հիշում եմ, երբ մենք նոր ծնողներ էինք լարքում, ընկերացանք Հովսեփի և Հիլդայի հետ, նրանք ջերմ ըմբռնեցին մեզ որպես ընտանիքի անդամ, սիրով ընդունեցին մեզ իրանց տուն թանգարանում, չեմ մոռանա ինչ կան հպարտանալով մեզ պատմեցին լարքի մասին և կերակրեցին տեսականի համեղ ճաշերով, իրար հետ վայելեցինք գեղեցիկ նկարներ, քանդակներ բազմաթիվ հայ արվեստագետներից և պատմություններ մեր հայ մշակույթների մասին։ Այդ նույն սեղանի շուրջն էր տարիներ առաջ, հաճախ հանդիպումներով, ջերմ քաջալերությունով հաստատվեց լարկ ընկերությունը։ Սիրո մթնոլորտն է ստեղծել լարքին և լարքը սիրով ծառայել է համայնքին։ Լինում է 35 տարի և այս երեկո նշում ենք առաջի ձեռնարկը նվիրված լարքի 35-ամյակին։ Հովսեփ և Հիլդան ոչ միայն հաճույքով ըմբռնում են բոլոր լարքի ձեռնարկները, այլ մասնակցել են բազմաթիվ հայկական ձեռնարկների, որովհետև նրանք սնվում են հայ մշակույթով, նրանք հպարտ են հայ լինելով, բայց մենք համոզված ենք, որ նրանք սրտների մեջ հատուկ տեղ ունի լարքը և այս երեկոն դրա նպաստն է։ Մեր կողմից մաղթում ենք միայն առողջ և ուրախ օրեր մեր սիրելի Ֆիդանյան ընտանիքին և հայտնում ենք մեր փորին շնորհակալությունը, որ նվիրում են լարքին Սուրեն Նազարյանի քանդակները հայ հանճարների։ Թող այս հրաշալի ընտանիքի խնձորը երբեք ծառից հեռու չմնի և հաճախ հանդիպի նույնանմաններին։ Եկեք ծափարությունով հրավիրենք իրանց թոռնիկներին, որ վերջին 5 քանդակները նվիրեն լարքին։ Մոնթե, Արշ, Վեմ, Հովան և Վերա։ Դա մեծ է։ Որ բոլորի ձեզ ձեր պատրաստ հերթով կային առաջ նա հետ։ Առաջին թորնիկը հաջույքով կհանձնեմ Մեսրո Մաշտոցին քանդակը։ Հարև, ես Արչ Բենջամին Քեշիշյան եմ։ Արջդ սիրեմ։ Երկրորդ թորնիկը հաջույքով կհանձնեմ Հովհաննես Թումանյանի քանդակը։ Բարև ձեզ, ես Վեմ Հովսեփ Ֆիդանյան եմ, երրորդ թորնիկը պիտի հանձնեմ հաջույքով Արշիվ Գորքի Ես Արձանը։ Արմազ Ֆիդանյանն եմ, պիտի հանձնեմ Թորոս Ռոսինի քանդակը։ Bravo!